Դիկ Ուիթինգտոնը և նրա կատուն։ Հարյուրավոր տարիներ առաջ Անգլիայի գյուղերից մեկում Դիկ Ուիթինգտոն անունով մի որբ տղա էր ապրում։ Դիքը շատ աղքատ էր, նրա ողջ ունեցվածքը մի կատու էր։ Փառք Աստծո, գյուղացիները բարի մարդիկ էին և հոգ էին տանում Դիքին, նրան ուտելիք ու հագուստ էին տալիս։ Լավ վերաբերմունքի դիմաց Դիքը աշխատում էր գյուղացիների համար և նա մի մեծ երազանք ուներ։ Երազում էր լինել Լոնդոնում, քանի որ ասում էին, թե այնտեղ փողոցները ոսկուց են։ Դիքը շատ էր ուզում հարստանալ։ Մի օր գյուղ եկավ մի կառապան։ Դիքը նրա ձիերին կերակրեց ու ջուր տվեց, հետո սանրեց նրանց բաշերը։ Շուտով Դիքը ընկերացավ կառապանի հետ ու պատմեց նրան Լոնդոն գնալու իր երազանքի մասին։ Այդ ժամանակ կառապանն ասաց. «Բախտդ բերել է, որդիս, ես հենց Լոնդոն եմ գնում, քեզ հետս կտանեմ, կթողնեմ այնտեղ և վաղը, երբ վերադառնամ, հետ կբերեմ»։ Դիքը շատ ուրախացավ։ Նա վերցրեց իր կատվին, գյուղացիներին հրաժեշտ տվեց և կառապանի հետ ճանապարհ ընկավ դեպի Լոնդոն։ Երբ տեղ հասան, Դիքը շատ զարմացավ։ Նա հիացած նայում էր շուրջ բոլորը։ Դիքը երբեք նման մեծ տներ ու մարդաշատ փողոցներ չէր տեսել։ Ուստի նա բարի կառապանին խոստանալով երեկոյան վերադառնալ հանդիպման վայրը, գնաց զննելու Լոնդոնի փողոցները։ Դիքը երկար թափառեց և տեսավ, որ Լոնդոնի փողոցները ամենևին էլ ոսկուց չեն, բայց տղան հույսը չէր կտրում։ Նա դեռ հավատում էր, որ եթե շարունակի ուշադիր փնտրել, կգտնի գոնե մեկ ոսկեպատ փողոց։ Դիքը այնքան թափառեց, որ շուտով զգաց, որ մոլորվել է։ Դիքը շատ տխրեց։ Նա մտածում էր կառապանին տված իր խոստման մասին, բայց վերադառնալու ժամը մոտենում էր, իսկ ինքը չէր գտնում ճանապարհը, որ վերադառնար։ Այսպես հուզված և քաղցրից ուժասպառ Դիքը նստեց պատահած տան շեմին և շուտով խոր քուն մտավ։ Բարեբախտաբար այդ տան տերը մի հարուստ ու գթասիրտ վաճառական էր, ով միշտ օգնում էր բոլոր կարիքավորներին։ Նրան պարոն Ֆիցուորեն էին ասում։ Երբ պարոնը երեկոյան վերադարձավ տուն և շեմին տեսավ Դիքին ու նրա կատվին, խղճաց տղային, ներս տարավ և խոհարարին հրամայեց նրա համար ընթրիք պատրաստել։ Խոհարարը մի փնթփնթան չար կին էր և նեղսրտեց, որ ստիպված էր գիշերվա կեսին ինչ-որ ցնցոտիներով տղայի համար կերակուր պատրաստել։ Դիքը կուշտ կերավ և գնաց քնելու տաքուկ անկողնում։ Առավոտյան Դիքը պատմեց պարոնին, թե ինչպես է հայտնվել Լոնդոնում և ինչպես է մոլորվել։ Այդ ժամանակ պարոնը ժպիտը դեմքին ասաց Դիքին. «Լոնդոնի փողոցները ամենևին էլ ոսկուց չեն, տղաս։ Ընդհակառակը, ապրելը այստեղ շատ դժվար է, բայց դու ուժեղ տղա ես երևում, չես ցանկանա աշխատել ինձ մոտ, կօգնես խոհանոցում և կմաքրես ախոռը։ Փոխարենը դու մշտական սնունդ ու տանիք կունենաս»։ Դիքը շատ ուրախացավ և միանգամից ընդունեց բարեհոգի վաճառականի առաջարկը։ Տղան անցավ գործի։ Նա աշխատասեր էր, և շուտով բոլորը, բացի փնթփնթան չար խոհարարուհուց, նրան շատ սիրեցին։ Խոհարարուհին շատ էր չարչարում Դիքին։ Խոհանոցում ամենածանր գործերը նրան էր հանձնարարում, չէր թողնում, որ մի վայրկյան շունչ քաշի։ Սակայն խոհարարուհին չէր համարձակվում չհնազանդվել տիրոջը, և տղան ամեն օր ստանում էր իր համեղ ընթրիքը։ Շուտով եկավ այն օրը, երբ պարոնի առևտրական նավը պետք է մեկներ նավարկության։ Պարոնը մի շատ հետաքրքիր սովորություն ուներ։ Նավարկությունից առաջ նա միշտ տան անդամներին խնդրում էր ինչ-որ բան նվիրել նավին, որպես հաջողության նշան։ Միակ բանը, որ խեղճ Դիքն ուներ, նրա կատուն էր, ուստի նա ստիպված բաժանվեց իր հավատարիմ ընկերոջից, հանձնելով նրան պարոնին։
Պարոնի նավը շատ ամիսներ նավարկեց և ի վերջո հասավ Չինաստանի նավահանգիստներից մեկը։ Նավապետը նպատակ ուներ Չինաստանի կայսրին ցույց տալու Լոնդոնից բերած ապրանքը։ Կայսրն ու նավապետը վաղեմի ընկերներ էին, ուստի նախքան առևտրին անցնելը նրանք նստեցին ճաշելու։ Բայց երբ մոտեցան սեղանին, ինչ տեսան։ Սեղանով մեկ առնետներ էին վազվզում։ Կայսրը շատ ամաչեց և շտապեց նավապետին պատմել, որ իրենք ամեն ինչ փորձել են, բայց ոչ մի կերպ չեն կարողացել ազատվել առնետներից։ Այդ ժամանակ նավապետը ժպտաց և առաջարկեց իր օգնությունը։ Նա անմիջապես նավաստիներից մեկին ուղարկեց բերելու դիքին նվիրած կատուն։ Կատվին բերեցին, թե չէ, վայրկյանների ընթացքում բռնեց ու խեղդեց բոլոր առնետներին։ Չին կայսրը այնքան ուրախացավ, որ նավապետին մի նավ ոսկի տվեց և նրանից գնեց կատուն։ Այդ ընթացքում Լոնդոնում Դիքը դժվարին օրեր էր ապրում։ Չար խոհարարուհին հիմա ավելի վատ էր վարվում նրա հետ։ Սիրելի կատուն Դիքի կողքին չէր, որ գոնե նա մխիթարեր խեղճ տղային։ Ուստի մի օր Դիքն այլևս չդիմացավ ու փախավ պարոնի տնից։ Նա ցանկանում էր վերադառնալ իր գյուղը, բայց շատ չէր հեռացել, երբ լսեց եկեղեցու զանգերի ղողանջը, որոնք ասում էին. «Վերադարձիր, Դիք Ուիթինգստոն, Լոնդոնի եռակի քաղաքապետ»։ Դիքը, իհարկե, չհասկացավ, թե դա ինչ էր նշանակում, բայց հիշեց, թե որքան բարի էր իր հանդեպ գտնվել պարոնը և որոշեց վերադառնալ, նախքան խոհարարուհին կնկատեր իր բացակայությունը։ Երբ նավերը վերադարձան, պարոնը անշուշտ Դիքին տվեց իր արդար բաժինը և դեռ մի բան էլ ավելին։ Սա Դիքի բարեկիրթ կյանքի սկիզբն էր։ Շուտով նա ամուսնացավ պարոնի դստեր Ջեյնի հետ։ Դիքը 3 անգամ դարձավ Լոնդոնի քաղաքապետ, բայց երբեք չմոռացավ, թե նախկինում որքան աղքատ էր եղել և կարիքավորների համար շատ դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցեց։ Դիքը և Ջեյնը շատ երեխաներ ունեցան և երջանիկ ապրեցին իրենց մեծ տանը։ Չմոռացան նաև շատ փիսիկներ գնել։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել, կհանդիպենք։